Մենք նախ լսեցինք իրենց եւ նաեւ եւս մեկ անգամ փաստեցինք, որ Հայաստան խմբակցությունը 2021 թվականի արտահերտ ընտրություններից հետո ուրեմն միանշանակ կանգնած է եղել արցախցիների կողքին եւ այն դրոշները, որ ազգային ժողովում դրված են հենց յուրաքանչյուր падգամավորի առջև Արցախի հանրապետության դրոշը, դա խոսում է նրա մասին, որ Արցախի ժողովրդի, Արցախի հանրապետության ճակատագիրը մեր համար շատ կարևոր է։ Այդ նախաձեռնություններից մի քանիսի մասին տեղեկացրեցինք, ավելորդ չի լինի եւս մեկ անգամ հիշատակելու, որ մենք նախաձեռնել էինք եւ առաջարկում էինք, որ ստեղծվի Արցախի հարցով մշտական գործող հանձնաժողով, երբ որ դա չընդունվեց, մենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմի մեջ նշել էինք, որ նաև նշվի արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցով հանձնաժողով, կազմվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև միջխորհրդարանական հանձնաժողովներ, որը միջև հիմա էլ ոչ մի նիստ չի իրականացվել եւ բացի դրանից բազմաթիվ նախաձեռնություններ Արցախի վերաբերյալ, գերիների վերադարձի վերաբերյալ ու անվտանգության հետ կապված հարցերը էլ չեմ ասում, որ մեր ուշադրության կենտրոնում են եղել։ Մենք որոշեցինք, որ մեր համագործակցությունը կշարունակվի երկու հարթակներում։ Նախ գոյություն ունեցող Արցախի ազգային ժողովի հետ աշխատանքային խմբի շրջանակներում եւ նաեւ անմիջական կապի մեջ մենք կգտնենք եւ կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում։ Այդ գործիքակազմը դա քննիչ հանձնաժողովների ստեղծումն է, գիտեք, որ գոյություն ունի այսօր քննիչ հանձնաժողով, ճիշտ է, քաղաքական մեծամասնությունը դա չընդունեց, բայց իրավունքի ուժով մեկ անձով Արտուր Խաչատրյանը հանդիսանում է այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Մենք տարբեր օրենսդրական նախաձեռնություններ կիրականացնենք եւ նաեւ պահը հասունանալու հետ կապված նաեւ ազգային ժողովում լսումներ կիրականացնենք։ Ասել է թե լսել ենք համատեղ համագործակցության որոշում ենք ընդունել եւ մենք մեր մասով ամենայն կերպ աջակցելու ենք Արցախի ժողովրդի, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերում։ Արտուր Խաչատրյանի ղեկավարած հանձնաժողովը մի քանի արդեն աշխատանքային քննարկումներ է իրականացվել եւ նաեւ վաղը Արցախի ներկայացությունում նաեւ մեր առաջարկությամբ ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող վերլուծության այսպես նյութի վերլուծականի ներկայացումն է այնտեղ, որտեղ որ տարբեր ուղղություններով համապատասխան առաջարկություններ են լինելու, ընդ որում նաև օրենսդրական փոփոխություններ։ Պարոն Օհանյան, միջազգային հանրությունների բարձրացնելու, ինչ-որ լուծումների մասին, Արցախի պատգամավորները այդ հնարավորությունից զրկված են, ինչտեղ դուք կարող եք նմանաբաներ անել, ինչ-որ պայմանավորվածություն խնդիրների բարձրաձայնում եղավ։ Տեսեք, Հայաստան խմբակցության պատգամավորները, ովքեր որ ընդգրկված են միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում եւ միջազգային հարթակներում եւ նաեւ այստեղ Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ բարեկամական խմբերի շրջանակներում բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը, ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, բռնագաղթեցվել է եւ այդ հանցագործությունը նաեւ ցեղասպանության մաս է կազմում եւ Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների հետ կապված հարցերը եւ իհարկե նաեւ Արցախի տարածքում եւ նաեւ Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման, Ադրբեջանի կողմից
պատմական արժեքների, պատմական իրողությունների նենգափոխման, այսպես հանցագործ գործունեություններ։ Ասել է թե բոլոր հարթակներում մենք ցանկացած հնարավորություն բաց չենք թողնում, որպեսզի այդ հարցը բարձրացվի։ Եվ ես գտնում եմ, որ այն հանձնաժողովը, որը որ ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բավականին լուրջ աշխատանք է իրականացվում, եւ եթե մենք գտնում ենք, որ Արցախի ուրեմն հարցը փակված չէ, Արցախի իրավունքները պետք է պահպանվեն եւ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների շրջանակներում, այդտեղ փաստելը, որ հակամարտությունը ավելի է սրվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործության, ցեղասպանության առթիվ եւ ինքը պետք է պատասխան տա։ 1. Երկրորդը Արցախի ինստիտուտները, կառավարման համակարգը, քաղաքական, հասարակական, ուրեմն բոլոր կազմակերպությունները պետք է գործեն Արցախի ժողովրդի կարգավիճակի, նրանց հավաքական, համայնքային պահպանման եւ նաեւ հետագայում հավաքական վերադարձի իրավունքի ապահովման գործում։ Այստեղ երբ որ Արցախի ինստիտուտները գործում են Հայաստանի Հանրապետությունում, մեր ժողովրդի մոտ, որոշների մոտ, նաև ղեկավարության մոտ Հայաստանի Հանրապետության թող թուրմ կարծիք չձևավորվի, որ, չգիտեմ, երկրորդ պետություն է գործում։ Ընդհակառակը նրանք գործում են, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները պահպանեն եւ հետ վերադարձի խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն։ Եվ այդ ուղղությամբ բանակցային գործընթացը գործող ձևաչափով Մինսկի համանախագահության շրջանակներում այլընտրանք չունի։ Երբ որ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նաեւ համաձայնվում են Մինսկի համանախագահության այսպես կազմալուծման առումով, նշանակում է նրանք բոլորն էլ ցանկանում են Արցախի հարցը, Արցախի էջը փակել, ըստ էության նաեւ փակել այն հանցագործության ճանապարհը, որ իրենք իրականացրել են Արցախի նկատմամբ։ Անդրադառնանք նաև սոցիալական մասին, ամեն դեպքում շուտով մարդիկ են լինելու, որ դժվար խնդիրների առաջ են կանգնելու սոցիալական աջակցությունների դադարեցումից հետո, ինչպես գիտենք, պետությունն էլ մերժել է ծրագիրը երկարաձգել այդ մասով։ Ես կարծում եմ, որ Արցախի ժողովրդի ապրելու եւ նորմալ պայմաններում ապրելու իրավունքի գաղափարը միանշանակ ողջունելի է։ Այն սոցիալական ծրագրերը, որոնք որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրականացնում են եւ մատուցում են այսպես կատարված մեծ աշխատանք, դա շատ չնչին է նրա նկատմամբ, ինչ որ Արցախի ժողովուրդը թողել է պատմական Արցախի տարածքում եւ այստեղ այլընտրանք չունի Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի աջակցություն այնքան ժամանակ, որքան որ Հայաստանում պայմաններ կստեղծվի եւ ամենակարևորը կկանխարգելի Արցախի ժողովրդի արտագաղթը նաեւ Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ժողովրդի սոցիալական, սոցիալ-տնտեսական պայմանները այստեղ նորմալ լինեն եւ նրանք մնան եւ ապրեն մայր Հայաստանում։ Շնորհակալություն։